Ես մի ամիսա պաշտոնապես ընդունվել եմ աշխատանքի որպես լոգիստիկայի մասնագետ։ Ինձ թվում է գործից գլուխ անում եմ։ Անգեր դու ինձ ասել ես պատվերը մասիվում է։ Հիմա եկել եմ մասիվ, դու ինձ ասում ես պատվերը մասիս, հա։ Հա, բայց ես հաստատ մասիս եմ ասել։ Անգեր ասում եմ դու ինձ մասիվ ես ասել։ Լավ, կներեք, ուրեմն ես եմ սխալվել։ Ճիշտ է, գործը իր նրբությունները ունի, բայց դե կամաց կհարմարվեմ, էլի։ Մեկ էլ այսօր առաջին աշխատավարձս եմ ստանալու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Կներեք, Համլետը տեղում է։ Հա։ Համլետ ձեզ Միրան Ծառուկյանն է հարցնում։ Գնա կյանքը քո վայելի, գնա գտի քեզ նման ջահելի, ով խոսքով իրեն կբերի ու ամեն օր ծաղիկներ կբերի, գնա։ Բարև ձեզ, ես Համլետն եմ, այս օֆիսի տնօրենը, ինձ հետ եք խոսել հեռախոսով, եկեք գնանք իմ առանձնասենյակ, այնտեղ քննարկենք։ Անի ջան, սենյակում կոֆե բան էլի կազմակերպի, համեցեք։ Գնա կյանքը քո վայելի, գնա գտի քեզ նման ջահելի, ով խոսքով իր քեզ կգերի ու ամեն օր ծաղիկներ կբերի, գնա։ Առավոտից ես երգը բերանս, շատ եմ սիրում էլի։ Լավ, Համլետ ջան, արի անցնենք բուն գործին, հա։ Հա, իհարկե, գործ։ Դե ոնց որ ասեցի, արդեն ռեստորան եմ ուզում բացեմ ու ուզում եմ համագործակցենք։ Գիտեմ, որ ձեր անձեռոցիկներն էլ որակապես շատ լավն են, հենց Համագործակցենք, կես տարովա, մի տարովա, մինչև մահը մեզ չբաժանի, ինչքան է պետք։ Նախնական կես տարով երևի։ Շատ լավ, իմիջալուց ասեմ, կարանք անձեռոցիկների վրա ձեր ռեստորանի անունը տպենք։ Կստացի, անուն մտածել եք։ Ճիշտն ասած դեռ մտածում ենք։ Ոնց թե։ Ես կարամ առաջարկեմ անուն։ Ռեստորանի անունը կարա լինի Միհրաննոց։ Միհրանի մոտ։ Յամ Միհրան։ Ավելի լավ է ես կմտածեմ, հա։ Դե շատ լավ է, ուրեմն կես տարով պայմանագիրը կկնքենք, հեսա մի կես ժամվա մեջ թղթերը կլինի, մինչև էտել աղբորս հետ գնանք մի հատ հաց ուտենք։ Չէ, Համլետ ջան, լավ է, ես ճիշտ ասած մտ գործ ունեմ, նոր մեքենա եմ գնել, պիտի գնամ անվանափոխության, էլի, էդ էլ կակած մի ժամ կքաշի։ Ոնց ասես, իսկ ինչ ավտո ես արել։ Ուզում ես գնանք պատուհանի մոտ ցույց տամ։ Հող գնանք։ Այս Տեսլանա։ Իսին սիրունա։ Շատ լավն է սիրունս։ Հեսա տանում եմ ազգանունս էլ դնեմ վրեն, դառնանք Միրան ու Տեսլա Ծառուկյաններ։ Բա Արփին։ Հա, ու Արփի Գաբրիելյան։ Բայց ոնց որ հուզվեցիր, հա, Միրան ջան։ Չէ, ուղղակի շատ եմ սիրում այս ավտոն։ Բայց ինչ ես հուզվում դրա համար, ես ավտոն քոնն է, ուրախացի, էդ ես պիտի հուզվեմ, որ սենց ավտո չունեմ։ Լավ, Միրան ջան, այսօր մինչև ժամը 6-ը կարաս գաս թղթերի հետևից։ Լավ։ Всё, հավաքվեք, սիրուն, գնաց, ուրախ։
կա։ Հոբան չի եղել։ Չէ, ուղղակի սա գիշեր չեմ քնե։ Ինչի։ Մի հատ աղջկա հետ է գրվում։ Յա։ Արեգի սրտը նոր աղջկա հայտնվել։ Չէ, տենց։ Սա գիշեր շփվեցինք, վերջում պարզվեց հղի է։ Ո՞նց։ Մարդն էլ զանգեց, ասեց էլ կնգաս չգրես։ Ու դու չգիտեի, որ ամուսնացած է։ Իհարկե ոչ, ես ամուսնացած աղջիկների հետ չեմ շփվում։ Նելի հետ բաժանումից հետո կարճ դադար վերցրեցի, բայց հիմա կարծում եմ պատրաստ եմ նոր հարաբերությունների։ Բայց ինձ թվում է այդքան էլ հեշտ չի լինելու, որովհետև մինչև հիմա լավ արդյունք չեմ գրանցել։ Ես դու էլ ես նախաճաշ Pinkberry պաղպաղակով անում։ Հա, ու այս դոպինգը այնքան մեծ է, որ ինձ թվում է մինչև ընտրի կարող է ուտեմ։ Հայդե, այս դոպինգը անտիստրես էֆեկտ ունի։ Ու այն, որ սառներանում էլի կա։ Կարես ուտես։ Ամեն դեպքում ամբողջ գիշեր հղի ամուսնացած կնոջ հետ ես խոսել։ Արեգ։ Ես ինչ ես ուշանում։ Դե Կատակ եմ անում։ Ես քեզ երբ եմ տենց հարց տվել։ Արի իմ սենյակ խոսալու բան կա։ Ուրեմն լսի Արեգ ջան, այս մեր նոր մարքետոլոգ Էլենը որ կա, պետք է իրան ընդգրկել մեր թիմի մեջ։ Ու առաջին քայլը դու պետք է անես։ Իրան պետք է ծանոթացնել մեր գործնական առօրյայի հետ, էլի։ Ասենք, չգիտեմ, այնտեղ կոմպը անջատել միացնել է, կոֆե պեսոկի տեղերն է։ Հա, կասես կոֆեոտ գտալը պեսոկի մեջ չքցի։ Երևանդի հետ չշփվի։ Կարճ ասած հասկացար էլի։ Բայց ինչի հենց ես։ Ոնց Արեգ ջան։ Բայց աղջիկը Նարինեի հետ շփվի կմտածի մենք ստեղ փող չենք աշխատում։ Էն Էրիկը վաբշե խոսալ չգիտի։ Ես որ ամենաիդեալական տեխնացուն դու ես։ Գնա ծանոթացի հետը։ Okay։ Ապրես։ Դու լավ աշխատող ես։ Team building։ Նոր նվաճումներ։ Պրեմիա։ Կլինի։ Երևի չնայած դժվար լավ գնա։ Հարութ ջան, կարամ իմանամ ես գործը ինչի եմ ես մենակ անում։ Գագիկ ջան, ես կապ չունեմ, Համլետն է այսօրվա գործերը բաշխել։ Իննա, թղթի վրա տպած կպցրացա։ Հարութ, նստել կոֆե խմել, Գագիկ 8-րդ հարգից առանց լիֆտը օգտագործելու 100 արկղ իջացնել պահեստ։ Ինչ անում ես Համլետը։ Ընկեր ջան, դու գիտես իմ համար հեշտ է, սաղ օրը նստած պարապ ոչ մի բան չանել։ Լրիվ դարել եմ վերևի հարգի պարապ աշխատողը։ Լավ, նստեմ 2 րոպե շունչ քաշեմ, կգնամ կշարունակեմ։ Գագիկ տենում եմ, որ նստել ես գործ չես անում։ Էլ գնա իջացրե այդ արկղերը։ Հանգիստ չկա, շարունակում ենք աշխատանքը։ Հա, մոռացա ասեմ։ Համլետը ստեղ կամերաներ է շարել, որ հետևի քո աշխատելուն ու իմ չաշխատելուն։ Նենց որ գրաֆիկը պետքա պահենք։ Վերջ, բարձրացի վերև Գագիկ։ Ձիգ քայլերով։ Ձիգ քայլ, ձիգ քայլ, ձիգ քայլ, ձիգ քայլ։ Վերջապես առաջին աշխատավարձս նստեց։ Քանի որ հիմա այդքան էլ շատ չեմ ստանում, որոշել եմ խնայողաբար ծախսեմ, որ ամբողջ ամիս հերիքացնի։ Էրիկ ջան, այդ աշխատավարձից ծնգոցներ։ Հա, որտեղից իմացաք։ Ես աշխատավարձի ծնգոցը աշխարհում ուրիշ ոչ մի ծնգոցի հետ չեմ շփոթի։
Էրիկ ջան, կարողա դու կարողանաս ինձ 30,000 դրամ պարտքով փող տաս, ես մյուս աշխատավարձին կվերադարձնեմ։ Դուք փող չեք ստացել։ Ստացել եմ, բայց իմ աշխատավարձը իմ վարկերն են, որ փողը նստում է միանգամից բանկը քաշում է։ Այդ 30,000 դրամն էլ ուզում եմ, որ տան համար մի քանի բան ունեմ առնել։ Լավ, ձեր քարտի թվերը ասեք։ Չէ, քարտից որ գցես, բանկը էլի քաշելու է։ Ավելի լավ է, եթե դժվար չի, իջի ներքև բանկոմատում կանխիկացրու բեր էլի։ Լավ։ Ապրես սիրուն տղա։ Ինչ լավ է, որ Էրիկն էլ սկսեց աշխատավարձ ստանալ, որովհետև մյուս աշխատողները էլ ինձ պարտքով փող չէին տալիս։ Ստոպ, այդ գթալը մի մցր այդ ամանի մեջ, հեսը քեզ առանձին գթալ կտամ։ Okay, merci շատ։ Merci։ Ես Արեգն եմ։ Էլեն, շատ հաճելի է։ Ոնց է, հարմարվում ես արդեն։ Ճիշտն ասած, հա, հարմարվել եմ, համարյա ամեն ինչի տեղը գիտեմ։ Շատ լավ է։ Ուզես քեզ էլ սուրճ դնեմ։ Հա, մերսի։ Իսկ ոնց է, ընդհանուր թեմի հետ ծանոթացել ես։ Տենց չէ, Նարինեի հետ եմ ծանոթացել, մենք իրար մոտ ենք նստում, շատ ծանր պայմաններում է ապրում հետ կինը, նույնիսկ մի քիչ գումար եմ տվել պարտքով։ Լավ բան ես արել, բայց խորհուրդ կտամ էլ չտաս, որովհետև կարող է հետ չստանաս։ Հասկացա։ Դե ես գիտես որտեղ եմ նստում, եթե հանգարց ինչ-որ բան պետք լինի, կարաս հանգիստ դիմես, կամ ինձ կամ Անին։ Ուրիշների հետ կարող է մի քիչ բարդ լինի։ Okay, merci շատ։ Ոնց ասեց Արեգ, Արեգ, չէ, շատ սիրալիր տղա է երևում։ Ես նոր ընկերուհի ես քեզ համար ճարել։ Նոր ընկերուհի չի, գործին է ծանոթացնում։ Ասում է ում հետ արժի շփվել ու մեծ չէ, ու նքո։ Մի երազի իմ հետ շփվի։ Ու ընդհանրապես ինքը իմ դուրը չի գալիս։ Ինչի՞։ Որովհետև ուզում է ոտիս տակը փորի իմ տեղը փոխտնօրեն դառնա։ Բայց դու փոխտնօրեն չես։ Եթե ես փոխտնօրեն չեմ, ուրեմն ինքը հաստատ փոխտնօրեն չի։ Էրես, ես Բարսայի խաղն, հա? Իդես չէ, ես Բարսայի մեծ երկրպագու եմ, ոչ մի խաղ բաց չեմ թողում։ Սո իրար հետ նայում ենք, երես, գնաց։ Քանի որ վերջին անգամ ես օֆիսից լավ կարգավիճակով դուրս չեմ եկել, բոլորի մոտ իմ մասին վատ տպավորություն կա։ Հիմա պիտի աշխատեմ սաղի հետ դզվեմ։ Ամբողջ կոլեկտիվի հետ որ լավ լինեմ, վերջում արդեն Համլետի հետ էլ լավ կլինեմ։ Ու վիճակս կթեթևանա։ Երևի։ Давай, Барсас, давай, կերետ ատլետիկոին, տենում ես ինչ են անում, давай, լավնա չես յամալը։ Դե հա, լավն է, բայց ես Ատլետիկո Մադրիդի ֆան եմ։ Ատլետիկո Մադրիդի ցավն է տանեմ, հրա Ատլետիկո Մադրիդը իմ համար երկրորդ Բարսան է, ավելին ասեմ, առաջին Բարսան է։ Դաժե մեկ-մեկ որ խաղեր ալնում իրար դեմ են խաղում, ձգում եմ որ Ատլետիկոն կրի, ընենց որ գնաց, Ատլետիկո, 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 Ատլետիկո։ Այդ քիչ ես պատասխանում որ։ Առաքիչն է, մի քիչ ջղայնացած է հիմա։ Ինչի ինչ ա եղել։ Դե առավոտ իրար ճիշտ չենք հասկացել, Մասիսի տեղը Մասիվ է գնացել, հետո մինչև ճիշտ հասցեն գտել է այդ խանութը արդեն փակվել է։ Հիմա որ վերցնեմ գորգռալու է։ Բայց դու իրան Մասիվ ես ասել թե Մասիս։ Դե հա, Մասիվ եմ ասել, բայց ինքը իմ վրա գորգռած ու հաղթեց այդ կոնֆլիկտում։ Հիմա որ վերցնեմ, չէ, էլի գորգռալու է։ Ոստ է։ Դու ես հեսա կխոսամ հետը, դու։ Ահա քեզ ով ընդունել գործի։
Առավոտից տրասի վրա է, մեկ էլ հասել է մեզ խանութ պարզմա 4-ից փակվում է։ Այ աղբեր ջան, մի հատ հանգստացի է, էլի կչի։ Ռովոզումը լինի արեսից ձև եք աշխատում։ Աղբեր ջան, դե հիմա ջայլ տղայա, նոր ընդունվել գործի, սաղ ետ էլ պատահում է։ Ձենիցս զգացում է դու կարգին տղա ես, որտեղից ես։ Արեշի։ Արեշից։ Բարեշի խուճուճին գիտես։ Հա, ոչ չգիտեմ, իմ ընկերն է։ Բա իմ ընկերն էլ է։ Դրա համար արի ես հարցը առանց գորգրալու փագին գնա։ Հավատան եմ, այդքան քշել եմ բենզինի փող եմ տվել։ Այդ հարցը բա ոնց լուծենք։ Այդ հարցը թո աղբորդ վրա։ Դու քարտի տվել ուղարկի ես համարին, մնացած սաղ կանենք։ Լավ։ Երես աղբերդ այս հարցը լուծեց։ Մերսի շատ Գագիկ ջան։ Ինչի համար։ Մենակ էս առաքիչը քարտի տվել ուղարկի, մի հատ 10000 կից աղբոր եղավ։ Հələ ժամը 2-ը չկա, արդեն 40000 ծախսեցի։ Այս խնայելը լավ չի ստացվում իմ մոտ։ Ատլետիկո, ատլետիկո, ատլետ։ Գագո, դու ստեղի չես անում։ Սաղ ящիկների իջացրել ես ներքև ոնց ասել էի։ Հա, սաղ իջացրել եմ, Համլետ ջան։ Սաղ իջացրել է, պարոն Ենգիբարյան։ Բա որ իջացրել ես, ինչի չես ասում։ Դու լիքը գործ ունես։ Հեսա առաքիչ ա գալու, ապրանքները պիտի դասավորվի մեքենայի մեջ, Հարութին էլ կասես։ Հարութին ասեմ ինձ օգնի։ Դու չէ ինչ օգնել, Հարութը թող կա կանգնի գլխիդ, որ գործը կիսատ պռակ չանես։ Լավ, շեֆ ջան։ Привет. Привет. Բարև, կներես։ Ինչ կա, շատ է գործդ։ Չէ, գործ չունեմ, ուղղակի նկարում եմ։ Դզեց, դու նկարում ես։ Հա։ Կարամ տենամ ինչ ես նկարել։ Դա։ Կայֆա։ Էս ինչա ձի ես նկարել։ Չէ, խնձոր։ Շատ սիրուն է։ Նենց է կարես ասես, որ գեշ է։ Ես ուղղակի նկարում եմ։ Պարզա, ուրեմն շատ գեշ է։ Սենց ասում, լավ կանուս էլ չնկարես։ Հարմարվել ես արդեն։ Հա, լսի, շատ, ամեն ինչ շատ լավ է։ Մենակ ինձ թվում է ձեր փոխտնօրենի դուրը չեմ գալիս։ Փոխտնօրենը ով է։ Ինքը։ Ինքը մեր փոխտնօրենը չի։ Բայց այսօր ինձ փոխտնօրենի բեջ ցույց տվեց։ Այդ բեջը ինքն է սարքել։ Քո համար մի քիչ տարօրինակ չի, որ տնօրենը բեջ չունի, իսկ փոխտնօրենը ունի։ Հա։ Դա էլ է ճիշտ ասում։ Ամեն դեպքում ամեն ինչ շատ հավես է։ Այսօր քո բոյֆրենդի հետ էլ ծանոթացա, շատ լավ տղա է։ Հարութը։ Չէ, Արեգը։ Արեգը իմ բոյֆրենդը չի։ Ես նշանված եմ ու Հարութի հետ։ Հարութն էլ այս օֆիսում աշխատում, ուղղակի պահեստում է։ Հա, ուղղակի նենց մտերմիկ եք իրար հետ շփվում, ինձ թված ընկերուհի եք, sorry։ Չէ։ Փաստորեն Արեգը ընկերուհի չունի։ Չեմ կարող ասել ընկերուհի ունի թե չունի, բայց ես հաստատ իր ընկերուհին չեմ։ Հասկացա։ Ինձ թվում է այս նոր աղջիկը անտարբեր չի Արեգի նկատմամբ։ Հետաքրքիր է։ Էլեն ջան, ես քո աշխատանքային ժամին ինչի գործ չես անում։ Երվանդ քեզ ինչ ով է գործանում, ով չէ։ Ես հանդիսանալով այս ընկերության փոխտնօրենը։ Երվանդ, դու այս ընկերության փոխտնօրենը չես։ Ես հենց հիմա Համլետին կասեմ, որ դուք աշխատանքի ժամին գործանելու փոխարեն խոսում եք։ Երվանդ եղի ստեղից, հավեսը չունեմ։ Լավ Համլետ ջան։ Համլետը զբաղված էր, ասեցի ազատվես արի մոտս։
Միրան ջան, մինչև դու այդ պայմանագրին ծանոթանաս, քո համար մի հատ նվեր ունեմ։ Ճիշտ է, դու ամեն դեպքում չէիր հավանում Յամ-Յամ Միհրան անունը, բայց ես խնդրեցի, որ հատուկ քո համար մի հատ սարքեմ։ Տադամ! Ամեն կարող է երկար նայես, Սյոժը փոշմանես։ Ասացի չեմ ուզում, չէ, մերսի։ Դե լավ, հիմա չես փոշմանի, օքեյ, թող մնա քեզ։ Սենց էլ չեմ ուզում։ Դե լավ, եթե չես ուզում, անցնենք պայմանագրի։ Նորմալ է ամեն ինչ։ Հա։ Ես իմ սիրունի ձենը չէր։ Իսկ քո Տեսլան են ծխել։ Շեֆ ջան, ձերցս մի քանի հատ ящик ընկավ մի հատ Տեսլայի ֆար ջարդված։ Լավը տերն դե չէ թռա։ Լավ եք Միհրան ջան։ Քո աշխատողն է։ Չէ։ Ուրեմն լսեք, ես ձեր հետ ոչ մի պայմանագիր չեմ կնքելու։ Ու ես սիրունիս օպերացիայի փողն միջև վերջ դատերով ստանալու եմ ձեզանից։ Հասկացա՞ր։ Հասկացա՞ր։ Ինչ դե ձեր Շեֆ ջան, ասում է չէ, այդ գործը մի օքու համար շատ է։ Ունես որ այս վիճակում երկուսս էլ ինչ-որ չափ մեղավոր ենք։ Գործը շատ է, հա? Դու չես պետք է ասում, որ գործն է շատ։ Հեսա որ Միրանը մեզ դատի տվեց, իմ ջեբից եմ այդ փողերը տալու։ Իսկ այդ նշանակում է, որ դու բացի ստեղի գործերից, ամեն անձամբ իմ համար ես աշխատելու։ Արաչս բարև քեզ։ Ժողովուրդ, ուզում եմ գնամ ինչ-որ տեղ հաց ուտեմ, սոված մարդ կա։ Հա։ Հա։ Ես էլ կուտեի։ Ես էլ։ Ես էլ եմ սոված։ Այդ սաղը սոված եք, կարող է այդ դեպքում մի բան պատվիրենք։ Ես լավ տեղ գիտեմ, կարանք այդտեղից պատվիրենք։ Շատ լավ է, դե ուրեմն դու պատվիրի, մենք վերջում քեզ փողը կտանք։ Okay։ Ես շարմա եմ ուզում։ Ես էլ։ Ինձ պանրային լահմաջո ու ֆալաֆել։ Ստեղ մենակ մսային ուտելիքներ են։ Բայց ես միշտ չեմ ուզում։ Դե ուրեմն քեզ անցնում ենք առաջ։ Լավ, ինձ քեբաբ։ Էլեն, դու ինչ ես ուզում։ Ինձ էլ հավի շաուրմա։ Էրիկ ջան, կլինի իմ համար էլ ուտելիք պատվիրես քո փողից, ես հետո այն պարքիդ հետ կտամ։ Ասեք։ 2 հատ շաուրմա, 2 հատ խնձորի սոկ, 2 բաժին ֆրի, 2 բաժին էլ պանրային սոուս։ Ես ինչ սոված եք։ Հա, շատ սոված եմ։ Իրականում այդքան էլ սոված չեմ։ Տանեմ տուն Արթուրիկս էլ ուտի։ Լավ, կերանք։ Անցնենք աշխատանքի։ Մերսի։ Պապո։ Անի ջան, մի րոպե։ Ոչ մեկ չփոխանցեց ուտելիքի գումարը։ Սաղ աշխատավարձս մի օրում ծախսվեց։ Մոտս մնաց ընդամենը 20,000 դրամ։ Apple Music-ն ու Netflix-ը փողերս քաշեցի։ Մոտս մնաց 10,000 դրամ։ Համլետ աղբը թափեցի, կարամ գնամ տուն։ Չէ, մտի բաղնիկ, կրանթի սառը տակնա, տակը սառնա, տեղերով փոխի։ Լավ։ Համլետ,
Էս աթենքի սարձելկաներն են։ Հա, Կարամ մի հատ կծեմ, սոված մեռնում եմ։ չէ։